Հարգելի հեռուստադիտողներ, իսկ այժմ մեր հյուրն է ռեստորանային սիրված երգչուհի, բոլորի կողմից շատ սիրված Մաշուկա 2010-ի ոսկե դափնեկիր, Հայաստանի բոլոր տաքսիստների և մոյշիկների կողմից Grand Prix ստացած միայն սարդերեն խոսացող երգչուհի Ժաննան։ Բարև ձեզ Ժաննա։ Բարև ձեզ Ղարեբնաջ։ Բարև ախպեր ջան։ Ասեմ հարգելի հեռուստադիտողներ, մենք հրավիրել ենք նաև թարգմանչուհի Լեովետին, այսինքն Վիոլետին, որպեսզի նա մեզ թարգմանի սարդերենից։ Այ Ժաննա, դուք ամուսնացած եք, երեխաներ ունեք։ Այո, թարմս էլ զումիկան տա, ունեմ 2 չախիկ մի գտա։ Դե ամուսինս երաժիշտ է, ունեմ 2 աղջիկ եւ 1 տղա։ Իսկ այսպեսի հարց, դուք ինչ հյութեր եք սիրում։ Դե Ղարեբնաջ, ռիսում եմ մոտատիկոս, ռիծանիկոս, կեմել նավանիկոս։ Դե եղբայր սիրում եմ տոմատի սոկ, ծիրանի սոկ, մեկ էլ բանանի սոկ։ Հա, մոտատիկոս, ռիծանիկոս, կեմել նավանիկոս շատ եմ ռիսում, բայց շուքս նգումա ռնձոխիկոսի համար։ Բայց եղբայր ուշքս գնում եմ խնձորի սոկի համար։ Հա, ռնձոխիկոս ասցին քիշեցի։ Ազիզ մի հատ ռադը ֆոկել ինձ։ Կոֆե բերել ինձ։ Մերսի։ Ժաննա ջան, ես գիտեմ, որ ռեստորանային կյանքը շատ բարդ է։ Տաշ։ Ես ուզում էի հարցնել ձեզ, արդյոք ինչ-որ դեպքեր կարող եք պատմել ձեր ռեստորանային երգչուհի կարիերայից։ Սա եմ Ղարեբնաց, սա եմ։ Ասեմ ախպեր ջան, ասեմ։ Մի ռոսովական շիգեր ծորգել չկար։ Մի սովորական գիշեր գործել չկար։ Այդ թարմ մխած եկավ օբյեկտ նկիկը հետը։ Այդ մարդը խմած եկավ օբյեկտ կնիկը հետը։ Թարմի նկիկը հետն է, բայց էսի պկած նայում է զուդուտիս։ Այդ մարդու կինը հետն է, բայց նա կպած նայում է Լավ, քուրջան։ Այս թարմին աչքով ունքով սայում եմ, թե մայոթ է, նկիկը նետում է։ Այդ մարդուն աչքով ունքով ասում եմ, ամոթ է, կնիկը տենում է։ Թարմս մխած է, թարմիս ջևը չի։ Անենց մխած է, որ ոծը կծներից է։ Այդ մարդը խմած է, այդ մարդու վեճը չի, այնպես խմած է, որ ծովը ծնկներից է։ Իսկ վերջը ինչ եղավ։ Ինչ պետք է մեր Ղարեբնաջ։ Ռկի, վադի, ռուխուշ, մաշաթա։ Դե վերջում կռիվ, դավի, շուխուր, թամաշա։ Թարմի զվից բռնին ու նահին սուտ։ Այդ մարդու վզից բռնեցին եւ հանեցին դուրս։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, լսենք նաև մեր շատ հարգելի Ժաննային։ Երգում է Ժաննա։ Не горе, а веселье у меня в глазах. Я справляю новоселье на 7 ветрах. И горят огни в тумане, убегая прочь. И поют со мной цыгане всю ночь. Ай, на гитара мается, ай, на пару с ней, най, душа печалится, ай, гоню коней, судьба моя ретивая тебе не по плечу, ай, живу красивая, как я хочу, ай, живу красивая, как я хочу. Все. Кайфуем. Сегодня мы с тобой кайфуем. А я опять тебя целую. И забываю обо всем. Кайфуем. Сегодня мы с тобой кайфуем. А я опять тебя целую. И забываю обо всем. Մենք շատ ուրախ ենք, որ գտնվում ենք այս օրնացմով, ահա մենք ողջունում ենք 6-րդ սեղանի
Հայաստանի 7-րդ կարգի նոր հյուրին Ամերիկայից ժամանած։ Ուսում ենք մեր երաժիշտներին ու նվիրում ենք այս գեղեցիկ երգը նրանց։ Հեքիաթների մանկական գիշերներ կախարդական Հեքիաթների մանկական գիշերներ կախարդական Ջան! Հարգելի հեռուստադիտողներ, մեր հաղորդման այս հատվածում մեր հյուրն է լավ երգիչ, լավ մարդ, հարգելի անձնավորություն, մի խոսքով Արտաշ Ասատրյանը։ Ես ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այսօր դու իմ հյուրն ես, Արտաշ ջան։ Ես էլ շատ ուրախ եմ, որ ես էլ քո հյուրն եմ, Արտուրը ջան։ Նախ ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Շատ լավ եմ, ես էլ ուզում եմ քեզ հարցնեմ, Արտուր ջան, ինչ կա, չկա քո կյանքում։ Ուզում եմ քեզ հարցնել, ինչ կա, չկա աշխարհում, Արտաշ, ինչ ես մոռացել։ Ոնց կլինի մոռանալ, հարգելի Արտաշ ջան, ես ասեմ, որ շատ ուրախ եմ եւս մի անգամ որ հյուրն եմ։ Մի հարց ունեմ ես։ Այն մեծամասամբ դու որտեղ ես լինում, այստեղ թե Ամերիկայում։ Մեծամասամբ լինում եմ Հայաստանում, որովհետև բոլորն է գիտեն, Հայաստանը դա մեր տունն է, Պաբերիս հողն ու ջուրն է, Ալվան ծաղիկների բույրն է, ընդ գալիս է կաբույտ իմ Սևան, Սուրբ Էջմիածին չքնաղ Հայաստան։ Հայ քաջերի ոստան։ Այո։ Լավ, Այո։ Արտաշ ջան, այ քո իմ աղբերս երգը շատ մեծ ճանաչում գտավ, բայց քչերը գիտեն, որ առաջին դու ես կատարել այդ Շատ երգը։ ճիշտ ես, այդ երգը գրել է մեր մեծ Սերգեյ Կարինյանը իմ ու Ջորջ Բենսոնի համար, ճիշտ է, Ջորջ Բենսոնը չկարեցավ այդ երգի մի քիչ տակ խառնում էր բաներ անեմ, բայց այդ երգը ես կարեցա երգեմ շատ անտակտ մարդ դուս եկավ Ջորջ Բենսոնը, այդ երգը ես եմ երգել իմ լավ ժողովրդի համար ցավոտանը։ Դե իսկ հիմա ինչ կերքի մեր հայ լավ մարդ, լավ երգիչ հարգելի Արտաշ Ասատրյանը։ Կերքեմ սիրված երգ, սիրված կատարողի կողմից, սիրված երգեր հաղորդաշարը Լսում ցավոտանը։ ենք։ Լսում ենք։ Սիրված երգի կողմից ախպեր։ Ստեղնաշարային գործիքներ Զորան Հովանեսյան իրա ցավոտանը։ Մեր Վովանը հարվածային գործիքները դսից եկած իրա կյանքի մերն է։ Սաքսոֆոն Կարեն Մատինյան։ Բացվում է լույսն առավոտյան, ջանքի դեմ նայում սիրուն ջան, ֆայլում է սարևի նման, յարիս վեշը գարան նման, բացվում է լույսն առավոտյան, ջանքի դեմ նայում սիրուն ջան, ֆայլում է սարևի նման, յարիս վեշը գարան նման, Սերեմ բերել, անուշիկ, քո աչքերը ինձ են կերել, անուշիկ, Սերեմ բերել, անուշիկ, քո աչքերը ինձ են կերել, անուշիկ, հայ աղջիկ, լուսնակ, ինձ մի բան ասա, թրջունի պես թրաճը հասա, թրջուններն աղ թրավ չհասա, երկնքից իջած, ես հեշտավ տեսա, լուսնակ, ինձ մի բան ասա, թրջունի պես թրավ չհասա, թրջուններն աղ թրավ չհասա, երկնքից իջած, ես հեշտավ տեսա, լուսնակ, ինձ մի բան ասա, թրջունի պես թրավ չհասա, թրջուններն աղ թրավ չհասա, երկնքից իջած, ես հեշտավ տեսա,
Cingarella, Cingarella, как глаза твои сверкают. Отчего стучит так сердце, отчего оно так тает? Cingarella, 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 отчего дрожат так руки? Видно, слишком много страсти и в крови, и в сердце стуки. Cingarella, Cingarella, струны, как любовь цыгана, разлучат хмельно и пряно. Лишь в объятиях атамана станешь от любви ты пьяна. Знаю, я не так уж молод, но еще могуч мой молод. Наковальня стонет звонко, ой, в руках моих девчонка. Դիտեցինք եւ վերադարձանք, ասեմ Արտուր, որ մեզ նկարանումներին աջակցել էր Սիրված երկեր հաղորդման նվագախումբը, որի համար շնորհակալություն եմ հայտնում իրենց։ Իսկ դու որ վերջում մտար, չհասկացար ինչ է կատարվում։ Ճիշտ ասած ինձ զանգարել էին եւ ասել էին, որ ինչ-որ նկարահանում է տեղի ունենում եւ մեր երաժիշտներն են նվագում, մեր ատրիբուտներն են դրված։ Ես չհասկացա սկզբից ինչ է կատարվում եւ շտապեցի հետնա եւ մտա տեսա այդ երիտասարդը։ Իդեպ երիտասարդը ճիշտ էր ընտրված։ Բավականին ճիշտ է ընտրված, որովհետեւ դժվար է ինձ նման մեկին գտնել այդպես, բայց երևի երկար եք փնտրել։ Այո։ Համենայնդեպս տաղանդավոր տղա էր եւ ես իրան իր գործում մեծ հաջողություններ եմ մաղթում։ Մի խոսքով եկա տեսա այն պահին եկա, երբ որ արդեն այդ վերջին երեքն էր կատարվում եւ ուրիշ բան չկար անելու, միացա իրան։ Իսկ կար ինչ-որ մի բան, որ քեզ դուր չեկավ։ Չէ, այդպես ամեն ինչն լավ էր։ Ես նորից ուզում կրկնել, որ հավաքվել են շնորհալի մարդիկ, դուք ընկերների հետ միասին, Արմեն Վարդանյանը, Արմանը եւ մյուսները եւ անում եք շատ լավ գործ։ Առաջին հերթին անում եք գործ, որ ժողովրդին ուրախություն ծիծաղ է պարգևելու, դրանից ավելի լավ բան չկա։ Եվ Աստված ձեզ ուժ ու կորով տա, որ ձեր մնացած հաղորդումները գնալով զարգանան, գնալով մեկը մյուսից լավ լինեն եւ ձեր հաղորդումները միշտ եթերում լինեն։ Շնորհակալություն։ Ահա այսպիսի կարծիք ուներ Արտուր Ումրոյանը պատենտ հաղորդման վերաբերյալ, նաև շնորհակալություն քեզ Արտուր ջան, որ հումորին վերաբերվեցիր հումորով։ Իդեպ հարգելի հեռուստադիտողներ, դուք էլ հումորին վերաբերվեք հումորով եւ մնացեք հայկական երկրորդի հետ։